Ողջույն սիրելի հայրենակիցներ, Ազատության հրապարակի այս ոգով ուղիղ մեկ շաբաթից մենք միասին հեռացնելու ենք Ալիևի Խամաչիկին։ Մեկ շաբաթ է մնացել մինչև ընտրությունները։ Այս ամբողջ ժամանակահատվածում մենք եղել ենք գրեթե բոլոր մարզերում։ Ջերմություն, վստահություն, համառություն ենք տեսել ձեզ մեջ եւ վստահ ենք, որ հունիսի 7-ը ոչ միայն ընտրության օրն է, ինչպես ասաց իմ գործընկերը, այլ իշխանափոխության օրն է։ Սիրելի հայրենակիցներ, 21 թվականի ընտրությունները դարձան ճակատագրական Արցախի համար։ 26 թվականի ընտրությունները ճակատագրական են Հայաստանի համար։ Հայաստանի եւ Արևմտյան Ադրբեջանի միջև ընտրության առջև են կանգնած եւ մենք ընտրելու ենք Իսկապես անցնող տարիները ամենածանրն էին հայ ժողովրդի համար նորանկախ պատմության մեջ։ Հայ ժողովուրդը 21-րդ դարում ականատես եղավ էթնիկ զտման։ Մենք փաստացի օնլայն հետևում ենք, թե ինչպես են մեր հայրենակիցները էթնիկ զտման ենթարկվում եւ ինչպես է մարդաթափվում Արցախը։ Սա պատմական ողբերգություն է։ Եվ այդ ողբերգության համար մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Մենք տեսել ենք, թե ինչպես են այն սարի ծայրի ձյուն կա, տարվա կեսը ձյուն կա, այդ ասելով թույլ տվել, որ ադրբեջանցիները գան եւ օկուպացնեն մեր սուվերեն տարածքները։ Քիչ չէ օկուպացրել են, այսօր գործող իշխանությունն ասում է, որ դեռ կան տարածքներ, որ պետք է հանձնվեն։ Մենք պետք է թույլ տանք, որ Ալիևի Խամաչիկը նոր տարածքներ հանձնի։ Հետևաբար ամսի 7-ը նաև սեփական տարածքային ամբողջականությունը պաշտպանելու օրն է եւ ես վստահ եմ, որ մենք միասին դա անելու ենք։ Սիրելի հայրենակիցներ, մենք տեսել ենք, թե ինչպես են անամոթաբար ջարդում մայր աթոռի դռները, կալանավորում մեր սրբազաններին եւ հետեւաբար հունիսի 7-ը նաեւ մեր եկեղեցուն պաշտպանության օր է լինելու եւ այն բոլոր չարիքների համար, որ արել է իշխանությունը բոլորիս նկատմամբ, Հայաստանի նկատմամբ, հայ ժողովրդի նկատմամբ, իրենք պետք է պատասխան տան։ Անհետևանք որևէ բան չի լինելու։ Մինչև բեմ բարձրանալը զոհված ինձ մեկի մայրն էր ինձ մոտեցել։ Մենք բոլորս իրեն ճանաչում ենք ու խոնարհվում ենք մեր տղաների ծնողների առջև։ Ու ինձ ասեց, ես դες միայն մի բան եմ խնդրում։ Արցախը վերադարձնել չենք կարող, բայց այն մարդիկ իսկապես ովքեր այս ավերածությունը բերել են պետք է պատասխան տան։ Եվ այո, մեր թիմը այն թիմն է, որ հստակորեն նախագահ Քոչարյանի ղեկավարությամբ ասում է, որ այդ բոլոր մարդիկ պատասխան են տալու։ Սիրելի հայրենակիցներ, ընտրություններին իշխանափոխության կարևոր նախապայմանը բարձր մասնակցելիությունն է։ Որքան շատ մարդ մասնակցի ընտրություններին, այնքան ավելի հեշտ կվռնդենք Ալիևի ամենամարտունակ զենքին, Նիկոլ Փաշինյանին։ Հետևաբար ես ուզում եմ ձեզ ասել հետևյալը. գնա ընտրության եւ ընտրիր Հայաստանը, որ ունենանք խաղաղություն սահմաններին եւ սահմաններից ներս։ Գնա ընտրության եւ ընտրիր Հայաստանը, որ վերադարձվեն մեր բոլոր ռազմագերիները, ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները եւ լինի մեծ համաներում։ Գնա ընտրության եւ ընտրիր Հայաստանը, որ կրթությունը լինի անվճար եւ որակյալ, որովհետեւ այսօր հազարավոր ընտանիքներ կանգնած են այդ մարտահրավերների առաջ։ Մենք ձեզ ապահովելու ենք անվճար կրթություն։ Գնա ընտրության եւ ընտրիր Հայաստանը, որ կառուցենք նոր ենթակառուցվածքներ, որպեսզի
ժամերով չկանգնենք խցանման մեջ, ինչպես հիմա ենք անում։ Կառուցենք այնպես, ինչպես նախագահ Քոչարյանը իր կառավարման տարիներին է կառուցել եւ որը մենք հիմա վայելում ենք։ Սիրելի հայրենակից, գնա ընտրության եւ ընտրիր Հայաստանը, որպեսզի պաշտպանվի մեր եկեղեցին, մեր խորհրդանիշները, Արարատը, մեր սահմանադրությունը։ Գնա ընտրության եւ ընտրիր Հայաստանը, որպեսզի չդառնանք աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների բախման թատերաբեմ, ինչը հիմա անում է գործող իշխանությունը։ Եվ ի վերջո, գնա ընտրության, որ հայ մարդը վերականգնի իր արժանապատվությունը, ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ Հայաստանից դուրս։ Այդ դուխ բառն էլ ապականեցին, բայց հայ մարդու այդ դուխը ոգին, այսքան նսեմացրած չի եղել, ինչքան արել են Ալիև Նիկոլ Փաշինյան տանդեմը։ Եվ ես վարկյան անգամ կասկած չունեմ, որ այս ոգևորվածությունը, այս ոգին, այս միասնականությունը փոխելու է իրավիճակ։ Մենք միասին Սիրելի հայրենակիցներ, անցնող տարիներ ինչքան ծանր են եղել Հայաստանի համար, Արցախի համար, մեր ժողովրդի համար, նույնքան ծանր են եղել նաև մեր քաղաքական թիմի համար։ Ես հիմա բաց այսպես նայում եմ ձեր աչքերի մեջ եւ ասում եմ, որ մենք իսկապես անցնող տարիներին կռիվ ենք տվել, համառորեն պայքարել ենք այս ազգադավ իշխանությունների եւ իրենց օրակարգի դեմ։ Մենք եզակի ուժերից ենք, որ որևէ վարքյան չենք մտածել ետ կանգնելու մասին։ Նախագահ Քոչարյանը 18 թվականից սկսած իր պայքարն ատարել եւ հետեւաբար ուրիշ այլ որ ուժին ընտրել, եթե ոչ մեզ, որ ոչ մի վարքյան հետ չի նայել, չի կասկածել, չի երկմտել, վստահաբար եւ հունիսի 7-ին համար հունիսի 7-ին որովհետեւ մենք ընտրում ենք